նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ հարսնացուն օրերից մի օր որոշեց զրուցել սկեսուր մայրիկի հետ, տան անդամները դա անվանեցին հարսազրույց։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է, որի ընթացքում մենք հյուրընկալում ենք ճանաչված եւ սիրված մարդկանց, մեր շատ լավ բարեկամներին եւ պարզապես միասին լավ հաճելի հայկական երեկո ենք անցկացնում։ Ասեմ, որ այսօր բացառություն չէ։ Շատ հետաքրքիր հաղորդում է սպասվում, շատ հաճելի զրուցակից, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ դուք այս պահին երեկոյան 22:30 դիտում եք Armenian Evening, իսկ մենք ոնց որ այս պահին սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, վերադարձնել լիարժեք կյանքի։ Եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել, ապա իհարկե 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այդ հարցում։ Դրա համար հապաղել պետք չէ, պարզապես պետք է օգնել եւ շտապել եւ օգտվել այս ընկերության ծառայություններից։ Հեռախոսահամարն է 911 Detox Center կազմակերպության 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է, որովհետև այստեղ գալիս եք, հաճելի ժամանակ եք անցկացնում եւ իհարկե օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Մեր տաք ջուրը այստեղ է հենց Lido Palms Resort Spa-ում, այնպես որ եթե ունեք ազատ օրեր կամ լավ ժամանակ եք ուզում անցկացնել, առողջ ամենակարևորը, ապա իհարկե ամրագրում եք համարներ եւ գնում եք օգտվում այս ամենից։ Lido Palms Resort and Spa հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա կարճնորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Շվեդիայում մի ձկնորս պատահաբար հայտնաբերել է միջնադարյան ամենամեծ արծաթե գանձերից մեկը։ Հիմա տղամարդը ոչ մի կերպ չի կարողանում իր կնոջը համոզել, որ գնացել էր ձկնորսության։ Հնդկաստանում հոգեկան հիվանդ տղամարդը պատանդ է վերցրել 16 երեխայի եւ 1 կնոջ։ Քիչ անց նա ասել է, մեջբերում եմ, վայ կներեք շփոթվել եմ, 16 կին պետքա վերցնեի։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, հարմոնահար, իմ շատ լավ բարեկամ Գագիկ Ստեփանյան։ Գագի ջան, բարի երեկո։ Բարի, մինչև։ Ուրախ եմ քեզ տեսնել այստեղ, իհարկե մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, մեր հայաստանյան իհարկե հաղորդումների ընթացքում նույնպես հանդիպել ենք, բայց իհարկե այսօր շնորհակալ եմ, գիտեմ, որ ժամանակը սուղ է, այդքան շատ ժամանակով չես եկել, այնուամենայնիվ ժամանակ գտար եւ միասին կանցկացնենք այսօրվա երեկոն։ Անպայման ես շատ ուրախ եմ հրավերքի համար։ Ցանկանում եմ ձեր եթերները միշտ դիտում եմ, իհարկե։ Ցանկանում եմ միշտ թող լինի ամենալավ
երաժիշտները ներկա լինեն։ Շնորհակալ եմ։ Ետևս է լինում ասեմ, ես յանձինս դու հիմա այստեղ ես։ Անխափար ենթեր եմ ցանկանում, մի շատ հաճելի էր տաղավարն է շատ գրավիչ։ Շնորհակալ եմ Գագիկ։ Գույների մեջ աշախ սիրուն է։ Շատ լավ։ Գագիկ ջան, ուրեմն հարցը, որը միշտ տալիս եմ ես մեր հյուրերին, առաջի հարցը պարտադիր է, փորձում ենք գտնել ով է եղել այն մարդը կամ մարդիկ, ովքեր գտել են տաղանդը։ Նու քո դեպքում, հա, այսպես խոսենք, երաժշտական տաղանդը։ Ես իհարկե գիտեմ, որ դու ուշ ես սկսել նվագել հարմոն, բայց դրանում մենք հիմա չենք խոսում։ Ես ուզում եմ պարզապես իմանանք ով էր այդ մարդը, մարդիկ, ով գտան, որ այ Գագիկը Ստեփանյան լավ երաժիշտ կարող է դառնալ։ Ուրեմն դա եկել է իմ ապու պապերից։ Բայց եթե 6 տարեկանը դա ուշ է, չէ, 6 տարեկան ուշ չէ։ 6 տարեկանից 6 տարեկանից ես։ Օ, ուրեմն ես հա, այդ դեպքում ես 6 տարեկանից եմ, հա, 6 տարեկանից եմ երաժշտության հանդեպ մի այլ ձևի ես նվիրված եմ երաժշտության հետ։ Իսկ ես գործիքը որ կա, շատ բազմիցս ասել եմ Հայաստանում էլ TV-ներում բոլոր հաղորդումների ժամանակ ես մատնանշել եմ, որ ես գործիքի ձայնային տվյալներն է շատ իս դուր գալիս։ Հենց հարմոնի մասն է։ Որովհետև մի ձայնի տակ աշխատում է 6-ից 7 գործիքների կազմվածք փունջ, տենց ասենք։ Մեջ աշխատում է գաբոյ, ֆլեյտա, շվի, կլարնետ, բարիտոն, ամեն ինչ կա ընդգրկված։ Դրա համար երևի թե այդ երաժշտական ձայներն են, որ ինձ Բայց լավ 6 տարեկանում դե հələ երեխա ես, հա 6 տարեկանում փոքր երեխա։ Դե փոքր, բայց նվագել եմ։ Չէ, բայց ով, այսինքն դու ոնց հենց այդ սկսեցիր նվագել, այսինքն ով որ հենց դա ուզեցար։ Հա, ինչի համար ես եմ դա ցանկացել։ Հա, կամ դու կամ գուցե ինչ ծնողներ կամ ծնողներս էլ երաժշտության մեջ կային։ Որտեվ տես ես կներողություն ընդհատում եմ Գագիկ ջան, մենք հիշում ես, դե մենք որոշակի առումով իհարկե այսպես հասակակիցներ ենք, մեր ժամանակ հիշում ես դաշնամուր էին, չէ՞, տանում, անպայման դե դաշնամուր տանեն երեխուն, դե հազվադեպ ջութակ, բայց ասենց գործիքներ ունակ հարմը եւ այլ մի քիչ ավելի ոչ այդքան տարածված է։ Դա համար ջութակ որ ասեցի, գիտես ինչ շիցի։ Ասма Պաժարնիկը գիտես թե պաժարնիկը ինչ է նշանակում։ Այո, պաժարնիկը հրշեջներն են, հրշեջներն են, ատեստացիա են ասում։ Այո։ Ամեն 21 տարի մեկ բան են անցնում, դա ինչա կոչվում։ Քննություն են հանձնում։ Քննություն են հանձնում, հա, վերապատրաստում, հա։ Վերապատրաստման ժամանակ պաժարնիկին հարց են տալիս, ասում են ընկեր ջան, այսօր քեզ երաշտական գործիքներից ենք հարցնելու, էլի։ Ասում եմ, խնդրեմ։ Ասում եմ, լսի, ջութակն է մեծ գործիք, թե թավջութակը։ Իր մեծության որն է։ Ինչ պիտի պատասխանի, ասում եմ, թավջութակը երկար է վառվում։ Թավջութակը երկար է վառվում։ Իր մասնագիտորեն մտածավ։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է, որ ես հարցին պատասխանեմ, քանի որ կորոնան հլետքան էլ ինձանից չի խլի հիշողությունս։ Այո, դա բավականին։ Այս երաժշտական գործիքը ես դեռ վաղ մանկուց եմ էլի սիրել այդ երաժշտության, այդ գործիքի ձայները, դրա համար միշտ կլանված եմ եղել, միշտ ցանկացել եմ ու դրա համար երկար տարիներ պետք եղել, որ սովորել եմ եւ հասել եմ նրան, ինչ որ եւի հասել եմ, դա արդեն իմ ունկնդիր եք ասի, չգիտեմ։ Եվ Գագիկ ջան, տես, օրինակ սովորաբար հա հարմոնը կամ նույնամատիպ գործիքները, ես հիմա մի քիչ խնդրեմ, որպեսզի դու օրինակ նույն ակորդեոնի եւ հարմոնի նույն իհարկե կոնֆիգուրալ իրաց վիզուալ հասկանալի է, որ նա մի քիչ փոքր մեծ է, բայց այնուամենայնիվ տարբերություն ասես, բայց դրանում չի հարցը, դրան քիչ ուշ կանրադառնանք։ Ինքը փաստորեն է, որ մարդը դաշնամուր նվագում է, այսինքն դու տեսնում ես նոտաներ, կամ անգամ եթե նոտաներ չես տեսնում, դե հիմնականում դու կլավիշաներին տեսնում ես։ Հիմա երբ որ դու նկարում ես հարմոն, այսինքն դու չես տեսնում, համարը սենց ես չէ նվագում։ Այսինքն դա սովորում է ձեռքը։ Արդեն վերարտադրողական ինտուիցիա է խոսում։ Արդեն, այսինքն արդեն մեխանիկորեն ինքը կապում է քեզ քո ձեռերի հետ, արդեն մատերիան ձեռքերի հետ է, էլի մի խոսքով ձեռքերի հետ եմ ես շփում ունենում, արդեն ուղեղս ինքը այնքան է ինձ կոպիտ ասած դավերը ոնց ասեմ վստահություն արդեն կա, որ դու ես իրավունք ունեմ արդեն աչքերս փակնում ագել։ Շատ լավ։ Գագիկ ջան, եւ հիմա կարող է չէ պատասխանը։ Հա, իհարկե։ Հիմա տարբերությունը մի հատ արի այդ հասկանանք, այսինքն ակարդեոնի եւ հարմոնի, որովհետեւ տես, մենք մի քիչ ավելին ժամանակ, հա, ոնց որ ավելի գիտենք ակարդեոն, հիշում ես անգամ լիք անեկդոտներ կար ակարդեոնների։
ակարդիոն, կամ անվանում են այ ակարդիոն։ Չի ագարդիոն։ Ակարդիոն, չին ակարդիոն անվանում, բայց դա ակարդիոնը չի, որտեղ իմ ընկերները սա ակարդիոնահարներ են։ Այո։ Բոլորին է բարևում եմ եթերից։ Այո, ջեր ողջույններ բոլորին։ Հիմա տարբերությունը բացի իհարկե փոքր մեծից։ Դե էլ եմ ասում, այդ Մենք կներես ընդհատում եմ այսօր կտեսնեն հերոստատիտողներ, այսինքն հարմոնը քո ձեռքերում դրա համար եմ ասում։ Ամջան, ուրեմն տես ինչ եմ ասում, որ այսօր մենք զրուցեցինք, որ դիգայի տաղավար, ես գոռած գործիք եմ եկել Միացյալ Նահանգներ։ Ես գիտեմ, որ դու այսօր առանց գործիք եմ, քանի որ դու ասեցիր պիտի անպայման ներկայացնում համելտենանք իրար։ Ես ընկերոջս զանգեցի մեր հրաչին, Կորպուշյան հրաչին, իմ լավ ընկերս տաղանդավոր շատ երաժիշտ, իր ընտանիքին, իմ սուրբ ընկերն է ինքը, շատ իմ լավ ընկերն է։ Հրաչի զանգեցի, ասի գործիքը պիտի տաս եթերի եմ, ընկերս բերեց, վերջը։ Խոսքով Դե ես գիտեմ, որ դու իհարկե մենք հիմա խոսենք այդ հարցի շուրջ, իհարկե շատ է եղել Միացյալ Նահանգներ, բայց հիմնականում այսպես ընկերները շատ են իհարկե գալ, մի քիչ ման գալ եւ գնալ, կարծում դրանից էլ մեծ հաճույք է, գերագույն հաճույք է, այո։ Եվ լավ, հիմա տարբերությունը ակարդիոն եւ հարմոն։ Ակարդիոնը ինքը ոնց ասեմ քեզ բասային կառուցվածք ունի ձախ ձեռքը։ Հասկանալի։ Հարմոնն էլ ունի բասային, պրոստը հարմոնի մեջ բասային կառուցվածքը երկու օժանդակ շարքեր են, ինչ որ աջ ձեռքում է։ Կլավիատուրան ինչ որ կա։ Նույնն էլ ձախ ձեռքում։ Երկուսը նույն օժանդակ շարքերն են։ Կարաս նույն տիպի նվագես դոն, ռեն, մի, ֆան։ Կարաս գարմոնիա պայս, իսկ բասերը արդեն ակարդիոնն ավելի ընդարձակ է, բայց վերցնելով բարդ տեսանկյունից վերցնենք, հարմոնը իմ կարծիքով բարդ է, էլի։ Բարդ ավելի։ Որովհետև հեսա որ նվագեմ կտեսնես, կլավիատուրաները շատ փոքր են, բայց իմ մատերն է մի քիչ հաստ է։ Նրանցը ակարդիոն, հասկանալի։ Իհարկե մեղավոր չի, վարպետը որ իմ մատերը հաստ է, բայց սոդոքի պիտի անես այն ամեն ինչ, որ պիտի անես, էլի։ Բայց տես, ես օրինակ իհարկե այսպես լսել եմ թե ոնց, համենայնպես ակարդիոնը որ բացում ես, չէ, այսպես, երբեմն լինում է, չէ, որ պատրվի։ Իհարկե։ Ապրես։ Իսկ հարմոնը նույնը, կապ չունի։ Դա գալիս է խնամքից։ Հասկանա, բայց դա մի քիչ ուղղակի հարմոնը մի քիչ ավելի փոք, sense Չէ։ Եթե գործիքը ինքը թղթից է պատրաստված։ Այդ կարմուշկան կոպիտ ասած թղթից է պատրաստված։ Եթե խնամքով չվերաբերվեցիր, այնտեղ խնամքի հազար տեսակներ կան, էլի։ Տաք խոնավությունից այդ խոնավությունից ճիշտ չդնելով գործիքը մի տեղ, խոնավ տեղ դնելով, բանով ինքը կորոզիայի է ենթարկվում։ Թուղթն էլ է կորոզիայի ենթարկվում։ Բայց միևնույն է տարիների ընթացքում ինքը այսպես թե այնպես, չէ՞, թե ինքը կարող է երկար տանել։ Եթե ճիշտ է սպահում իրան, ինքը շատ ուշ է փչանում։ Կորստանես վերանորոգում ունի իհարկե, բայց եթե ուզում ես երկարակես լինի կյանքը, բնականաբար պիտի խնամես, էլի խնամ։ Իսկ օրինակ դե հաշվանար դաշնամ ուրա լինում, թե կիթառ եւ այլ, հա, գործիքներ, բնականաբար լարում ես, չէ՞, միշտ։ Դա նույնպես վերաբերում է նաեւ ակարդիոնի վերաբերյալ։ Ակարդիոնն էլ է լարվում։ Հարմոնն էլ է լարվում, ակարդիոններն էլ։ Ուրեմն հարմոնի մի հատ էլ սպეციფიկ մի բան ասեմ։ Հարմոնին նրանով է, որ այդ պլաստինկաները որ կա, այդ ձայնային այդ պլաստինկաները կոչվում։ Դա պատրաստվում է կարի մեքենայի, շվեյնի կարի մեքենայի, այն ժամանակվա Կլարա Ցետկին, երևի հիշեք է։ Կլարա Ցետկինը գոր ինքը տանում են դրան հատուկ պղնձայեփի մեջ են դնում։ Իշիկ։ Հատուկ, հա։ Հետո իրան պատրաստում են լավ կարծրանում է, արդեն լարելու ժամանակ լարում են միայն ծովի ափին, ծովի վրա կամ ծովի ափին, ծովի ելևիջների ներքո են լարում։ Այդ գաղտնիքը ասեմ։ Կարող է մարդկանց համար մի քիչ անհավատալու լինի։ Բայց եթե ծով չկա, վաննայով ջուր ես դնում։ Լավներ։ Չէ, բայց ծով չէ, ուզում ասեմ, ընդհանրապես ծովի ափին են լարում։ Այդ պիտի գործիքը իմ վարպետներն են ասել, որովհետև ասում են, բայց խի այդքան երկար եք լարում, գցենք մի տարի կես սպասում եմ։ Ասում եմ, Գագիկ ջան, դա ծովի ափին տանում ենք լարում ենք հատուկ ռեզոնատորներով, որ ինքը ճիշտ հաճախականություն լինի։ Բայց լավ, իրանք որովհետև 9 նոտա մի անցքի տակ հնչում է, պատկերացնում ես, չէ՞։ Ոչ, իսկական իրոք շատ հետաքրքիր ինֆորմացիա, հետաքրքիր իմացա։ Կոնֆիգուրացիայով իրանք բարդ են, բա ինչ։ Շատ բարդ են։ Կարիճ են, էլի։ Այո։ Կարիճ են։ Իսկ լավ, օրինակ
Դու շատ տարբեր ես մի քիչ արդեն խոսենք քո ստեղծագործությունների մասին, բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ ես իհարկե կատարում, իսկ ինքդ դու Գագիկ ջան գրում ես ստեղծագործություն, ինքդ գրում ես, ես գիտեմ։ Այդ դա ոնց գտար, այսինքն երբ դա սկսվեց, որովհետև դե ուրիշ հարց որ այլ ստեղծագործություններ ես կատարում, բայց ուրիշ հարց որ առավել եւս տես ինքը մի քիչ դժվար չի սովորական մի քիչ թույլ տու դա ասեմ սովորական երաժշտություն չի էլի բարձրապես գրելը որ հարմոնիա երաժշտություն մի քիչ տարբերվում է էլի այնուամենայնիվ դժվար չի եւ ոնց է հաջողվում դա ստեղծել քեզ Դա կոչվում է չգիտեմ դի հայկական բառը թե կոչվում է մուսան այո մուսան հիմա բոլորը գիտեն մուսա այո մենք երևի դա էլ է ինձ տրված երաժշտությունը այնքան եմ ես առնչվել որովհետեւ ամեն օր ես ժամը պարապում եմ դու պարտադիր պետք է օրվա ընթացքում պատկերացրու ստեղ չեմ պարապում ցեցոտվել եմ արդեն ես ժամ ու կես ես քանի տարի է ես բեմի մարդ եմ կոպիտ ասած 20-30 տարի հո ես մենք 30-35 տարի ես միշտ անկախ նրանից համերգ կլինի միջոցառում կլինի չգիտեմ ինչ կլինի դրանից առաջ կամ դրանից հետո պարապել եմ ինչքան էլ հոգնած լինի անպայման Պիտի միշտ լինես ֆորմայի մեջ էլի կոպիտ ասած Իսկ տես մի քիչ խոսենք որոշակի առումով իհարկե նույն խոսեցինք դաշնակահարներ ջութակա եւ այլ հիմա վերցնենք հարմոնահարներ եւ ակորդեոնահարներ հայ այսպես ասեմ շատ են առհասարակ թե այնուամենայնիվ կարծում եմ այդքան շատ չեն չէ Հայաստանում նկատի ունես Դե Հայաստանում ես շատ եմ ուզում որ շատ լինեն լավ լինեն ինձանից հետո ասում են ով է լինելու դե ինձանից առաջ եղելա Գրիշիկը Գրիշա Սարգսյանն է եղել իմ լավ ընկերներ լույսերի մեջ թող լինի հիմա ես եմ այս գործիքին տիրապետում ինչքանով որ տիրապետում եմ արդեն իմ ժողովուրդը կասի իմ լսարանը կասեն ես չեմ կարողանում գտնել էլի Արամ ջան որ այդ երեխան այդ մարդը այդ տղան իսկ կերազեմ օրինակ հասկանում ես էլ տղա չունա որ տղա ունենայի ամեն օր կասեի նստի պարապի Բայց լավ ինչի՞ հաջողությամբ թորնիկ ունենամ, թորնիկի զոհեմ։ Իհարկե։ Չէ, դե տես, հիմա օրինակ վերցնենք, այ ինչի չեն դա շատ սովորացնում, վերցնենք մնացած օրինակ սկսած դհոլից, Պատճառն ասեմ։ Անկեղծ ասեմ, չէ։ Ես իհարկե ես կեղծավորություն չեմ ասում։ Ես իմը այնքանով է ճիշտ, որ ես մի անգամ ուսած սուր եմ ասում։ Իհարկե, դե մենք անկեղծ ենք։ Որովհետև այս գործիքը շատ բարդ գործիք է ինքը, կոնֆիգուրալ շատ բարդ գործիք է։ Իսկ սինտեզատորը ես չեմ ուզում սինտեզատոր նվագողներին փնովեմ կամ վերցնեմ դնեմ, բոլորին էլ իմ ընկերներն են, բոլորը։ Այո։ Սինտեզատորն էլ է շատ դժվար գործիք, շատ դժվար։ Բայց քանի որ իրան գտնում են սկզբից էլ որ դա կարող է հեշտ լինի իրանց համար, բայց չգիտեն դրա խորության աստիճանը ինչքան է։ Սինտեզատորին ես նկատի ունեմ էլի։ Ցանկանում են սինտեզել այդ իմ գործիքի ձայնը այդ գործիքի հետ, բայց բնական է դա այդ գործիքի ձայնը չեն ստանում էլի, հասկանում ես։ Դե արդեն որ գնում են այնտեղ արդեն բնականա ավելի լավ է քաշես տանջվես ավելորդ թե էլեկտրականության մեջ դե բնականա հեշտին են մեկ ինչ ասում բայց սինտեզն էլ ահա որ դժվար գործիք է չիմանա քան դժվար ոչ մի գործիք դա հեշտ չի իհարկե ցանկացած երաժշտական գործիք առհասարակ ցանկացած յուրաքանչյուր թե մեր ասպարեզում թե երաժշտական թե ստեղծագործական ոչ ստեղծագործական իհարկե յուրաքանչյուր աշխատանք յուրաքանչյուր պրոֆեսիոնալ բարդությունները ոչ իման հեշտ չի տրվում բայց համեն դեպս սիրելի հեռուստադիտողներով ես օրինակ կցանկանայի որպեսզի մենք նույնպես Գագիկը նույնպես որ իհարկե ավելի շատ մարդիկ իհարկե ներգրաված լինեն այս հրաշալի գործիքը որովհետև շատ ճիշտ ու նկատեցիր ձայները մի աննկարագրելի ձայներ են շատ յուրահատուկ եւ շատ կոլորիտային եւ շատ բովանդակալից Եվ Գագիկ ջան, մենք միջև մեր հաղորդման երկրորդ էջին անցնելը, դե գիտեմ իհարկե հաճախակի Միացյալ Նահանգներում գալիս ես, խոսեցինք արդեն, իհարկե շատ ընկերներ կա, գաղտնիք չէ, որ դա լավ վատ ես դրանում չեմ, դա իհարկե ոչ ինձ իրավունք եմ վերապահում, դա ոչ մեծ յուրաքանչյուր մարդու իհարկե անձնական գործն է, բայց շատ իհարկե երաժիշտներ տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, դու մտքեր չունես այդպի Այսպես ավելի լավ է գնալ մանգալով չէ, մանգալով լավ է չէ։ Դե ես չեմ ասում լավ ու վատ իստեղ բան չեմ դնում, ես իրոք սիրում եմ էլի, իմ երկիրը սիրում եմ, իմ Հայաստան աշխարհը, բոլորը սիրում են իհարկե։ Այստեղ էլ է շատ ջերմ, շատ լավ։ Ես եմ ասում այսօր ման եմ գալի ընկերոջս հետ, մեր Աբրահամյան Լևոնի հետ։ Այո, ջերմ ողջույններ, այո։
ասում եմ լավ, ի՞նչ է մնել սրանք սարքում, ինչ է, ինչ մակրություն, sense մի խոսքով էս ծառերը, ես ամեն ինչին ուշադրություն դարձնում եմ, էլի։ Ասում եմ, այս բորձուրները իսկան ուղիղ, բան, մի խոսքով, սաղ ենթարկում են սաղ։ Այո, ուշադրություն դարձնելություն, որ մտնում ես այդ ավտոկանը տեղի պարկինգը, նկատել ես, որ նայում ես առաստաղին, այդ բոլոր կպսրածները, մի հատ ավել բան չկա, մեծից լար կախված։ Շատ այո, շատ քեզ հետ համամիտ եմ։ Շատ գրավիչ այլ ամեն ինչը չես կարող ուշադրություն չդարձնես։ Ոնց որ սաղ ծառերը իրար բարեկամներ են, մի ձևի են աճում, ծաղիկները, հարթ կտրած ես խոտերը, ամեն ինչը sense ոնց որ նստած կինոյի մեջ կինո ես նայում, այս sense էլի։ Համամիտ եմ քեզ հետ։ Դե լավ է, այսպես ուրեմն ավելի լավ է գնալ գալու գաս, համը մեկ-մեկ մեզ կյուրան գալես, իհարկե քեզ մշտապես իհարկե միշտ սպասում եմ։ Հետո արգելված պատուղը քաղցր է։ Ճիշտ ես ասում, այո։ Այո, իրականությունը միշտ իհարկե իրականությունը միշտ երբ արդեն իրականությանն ես հանդիպում, արդեն ինքը միշտ ուրիշ ձև է, ես քեզ հետ շատ համամիտ եմ։ Եվ ես մի հատ ուզում եմ մի հետաքրքիր թեմային անդրադառնամ, ուրեմն սիրելի հեռուստադիտողներ, մեր շատ լավ տաղանդավոր հարմոնահար Գագիկ Ստեփանյան իր ծննդյան տարեդարձ նշում է հունվարի 1-ին։ Հիշում ես այդ։ Հիմա լսե, ունեք ինձ միշտ հետաքրքիր է, որովհետև ես իհարկե տես, այլ միշտ այդ հարցը հետաքրքրում է, էլի, ես ունեմ իհարկե ընկերներ, բայց հունվարի 2-ին է ծրի, այսին 1-ին նշվում այդ։ Չէ, գալիս ման նոր տարի շնորհավորում է, էլի ծնունդ։ Անտեսված է, չէ։ Ես պատմությունն է, որ ասում այսօր մայիսի 7-ն է, ասում չէ 40-ը։ Ասում բամբայիսի 7-ը է, ասում չեմ հիշում, սեպտեմբերի 6-ին է, 7-ին է, չեմ հիշում։ Բայց այնուամենայնիվ անտեսվում մի խոսքով մայիսի հունվարի 1-ը չի ստացվում քեզ։ Ահա, շնորհավորում եմ դուք ասեմ, «Արա ծնունդը դել էր, չէ, բա Ստեփանյան ջան», ասում եմ, «Ոչինչ, նորմալ»։ Բայց դա մի քիչ ուրիշ հարց կա, աստե ավելի բան, տվյալ պարագայում իհարկե ոնց որ ծախսերը մեկ է ցանում, չէ։ Հա, չէ, ծախսեր իշտ մեկ անես, նույն նոր տարին է, էլի։ Մեկը գալիս են նոր տարի շնորհավորում։ Մեկը էլ վտել ձեռետ էլ անես այդ նկատել։ Շատ լավ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Գագիկ ջան, դե անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Մենք հիմա միասին 3 հատ երգ ենք լսելու։ Երգի հատվածներ։ Բայց դու չես ասես սկզբից որ դες բանալն է։ Այո, դե դա մեր բոլոր հյուրերի հետ, դու տեսել ես մեր բոլոր հյուրերի հետ, իհարկե երաժիշտների, երգիչների, մենք իհարկե այդ խաղը փոքրիկ անցնում ենք։ Ուրեմն երգը ընդհատվելու է։ Ես քեզ 4 տարբերակ շարունակության ասել եմ։ Չասես երկի հետևից։ Չէ։ Ես քեզ տարբերակներ ասում եմ, մեկը ճիշտ, երեքը սխալ։ Մենք ընտրում ենք միասին ճիշտ տարբերակը։ Դու ուշադրություն չես դարձնում ով է երգում, դա կապ չունի երգիչները մեր բոլոր ընկերներն են, պարզապես երգի բառերն ենք լսում։ Այսինքն երգը ընդհատվեց, ես քեզ դրա շարունակությունը 4 տարբերակ ասել եմ, մեկը ճիշտ, երեքը սխալ։ Հա։ Մենք միասին ընտրելու ենք ճիշտ տարբերակը։ Շացին քեմոտա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Գագիկ Ստեփանյանի հետ անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին հիմա փորձելու ենք գուշակել երգերի ճիշտ շարունակությունը։ Խնդրեմ առաջին երգի հատվածը։ Սիրուն տղա մեր թաղերով ման ես գալիս, ինձ տեսնել ես առաջին տարբերակը, ինչու մի բարև չես տալիս։ Երկրորդ տարբերակը, ինձ տեսնել ես, ինձ մի ժպիտ չես տալիս։ Երրորդը, ինձ տեսնել ես, ինչու մի քիչ փող չես տալիս։ Եվ չորրորդը, ինձ տեսնելիս հիշում ես դու միշտ իմ տալիս։ Իրա տալին է հիշում։ Հա, բաժանաղի քրոջ աղբերը։ Այո։ Երկրորդը։ Ինչու մի բարև Այդի։ Չէ, երկրորդը ինձ մի ժպիտ չես տալիս նա։ Նայ, առաջինը ինձ ինչու մի բարև չես տալիս։ Այդի։ Դա առաջինն է, երկրորդը չի։ Երգը ո՞նց է սկսում։ Նայ, սիրուն տղա մեր թաղերով ման ես գալի, ինձ տեսնելիս, հիմա շարունակությունը։ Ինչու մի բարև չես տալիս։ Այդի։ Երկրորդը, ինձ մի ժպիտ չես տալի, այդ չի։ Չէ։ Ինչու մի քիչ փող չես տալի, չէ, տալիս չենք խոսում։ Իսկ փողը ինչի չենք ուզում ընտրենք։ Ինչու մի փող չես տալի, շատ ակտուալ է։ Այդ ցավտանը միշտ փող։ Հիմա ով ում փող տալիս։ Հիմա մամա զակրեցի։ Զակրեցի քարտ են տալի։ Չէ։ Սիրուն տղա մեր թաղերով ման ես գալի, ինձ տեսնելիս ինչու մի բարև չես տալիս։ Այս տարբերակը ընտրեց Գագիկը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Բարև։
Ճիշտ էի։ Այո։ Չէ, շփրծավ։ Բրավո, 1-0 հաղթում ես արդեն։ Բրավո, առանց իհարկե տեսակի, ոչ մի տեսակի ես իհարկե չօգնեցի, բայց դե երաժիշտը պրոֆեսիոնալ է, մնում է պրոֆեսիոնալ։ Մի անգամից գուշակում է։ Դե քթիցակը մենակ շնչելու համար չի։ Վերջացավ, տեղը դրեց։ Եվ այսպես 1-0 հաղթում է Գագիկը մեր եթերում, իսկ հիմա խնդրեմ լսենք, մենք հաղթում ենք միասին, որովհետև տվյալ պարագայում ոնց որ մենք մի թիմ ենք։ Հիմա խնդրեմ երկրորդ տարբերակը լսենք։ Ինչքան տարիներ են անցնել, ինչքան նորեր են մոռացվել, ես քո սիրուն կարոտեմ, ամբողջ օդով կսպասեմ, ուզում ես վերադարձի, իմ կյանքիս ընկերդարձի, սրտի սերը չի մարի, խրտվում եմ արի, ջահել եմ ես, Ընդհատվեց, այնտեղ գնում արի վերադարձի, այնտեղ գնում Դուրը բացի, հա։ Հա, ջահել եմ ես ու շարունակությունը։ Ջահել եմ ես, բայց հոգով պառավ եմ ես։ Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս։ Երրորդը ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս, եւ չորրորդը ջահել եմ ես, հերիքա նստես իմ գլխիս։ Չէ, բանը, չորրորդից վերև որն է։ Սեր եմ ուզում սիրելիս։ Իսկ քեզ եմ ուզում։ Հələ բում մտ նորից հասա։ Նայ, բայց հոգով պառավ եմ ես մեկ։ Ախր շատ է այդ բաները դրա Դրա մեջ։ 4 սատ է, դե 4 սատից մեկն է։ Շատ է։ Լավ, արի երկուսը։ Հոգով պառավ եմ դնենք մի կողմ։ Իմ գլխից է նստելը դնենք մի կողմ։ Քեզ եմ ուզում սիրելիս, սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Հələ մատ երկը Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս։ քեզ եմ ուզում սիրելիս։ Բանոր ասում ես սեր եմ ուզում։ Հələ երրորդ ունենք, sense թե ինձ 1-0 հաղթում ենք, մի մտածի երրորդ։ Մի րոպե, մատ ասած, ուզում եմ, ես գիտես ատենցիալներն եմ ուզում մատ, բանա որ բռնի էլի իրար։ Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս, մեծ տարբերակը առաջին։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում։ Այո։ Քեզ եմ չէ։ Չէ։ Սխալ եմ ասում։ Չէ, ես չգիտեմ։ Դու էլի կողմից չես փաստորեն։ Ջահել եմ ես քեզ եմ սիրում սիրելիս։ Քեզ եմ ուզում սիրելիս։ Ահա, ջահել եմ ես։ Սեր եմ ուզում սիրելիս։ Քեզ եմ ուզում սիրելիս, մի քիչ եթերային չի էլի։ Քեզ եմ ուզում սիրելիս, ոնց որ Դեմանը չէր մի երկ շատ բանը եթերայիններ։ Հա, բայց ես ինչ երկեր։ Սեր եմ ուզում սիրելիս, դե կապ չունի, բառերն ենք, մենք կապ Հա, չունենք։ բարերի, հա։ Այո, մենք բառերն ենք։ Ոնց էր դանանային։ Քեզ եմ ուզում սիրելիս կամ սեր եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս։ Վերջ։ Բրծավ։ Մի րոպե։ Ջահել եմ քեզ եմ ուզում։ Քեզ եմ ուզում սիրելիս։ Բայց այտենց քեզ եմ ուզում, այտենց Դե բա ասեցի քեզ եմ ուզում սիրելիս։ Չէ, դու բայց դու ասես սեր ես ուզում։ Միջև ուժը ջահել եմ ես։ Սեր եմ ուզում։ Սեր եմ ուզում սիրելիս։ Ապա սեր եմ ուզում սիրելիս վերջ էլ չնեք վեգան։ Պապարը սեր եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս, այս տարբերակը ընտրեց Գագիկը։ Ճիշտ է դա թե ոչ, լսենք եւ անցնենք երրորդ երգի հատվածին, խնդրեմ։ ուզում ես վերադարձի, իմ կյանքիս ընկերդարձի, սրտի սերը չի մարի, խրտվում եմ արի, ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելի։ Ճիշտ չեմ ասել։ Սեր Հիմա ժողովուրդը կիմանան պայմանավորվել ենք։ Բացարձակ, իրանք Գիտեն, չէ՞ որ պես չգիտեն որ մենք չենք առավել եւս մեր հերոստատիտողները միշտ ինձ ասում են մի օգնի հյուրերին, բայց ես իհարկե չեմ օգնում։ Տվյալ բարագայում ես էլ իրար օգնենք, որ չհոգնենք։ Հիմա 2-0 դու արդեն հաղթել ես մեր խաղը։ Հիմա երրորդը ուղակի տեսնենք ինչ հաշվով ենք ավարտում։ 2-0, 2-1 թե 3-0։ Լավ։ Խնդրեմ երրորդ հատվածն ենք երկի լսում միասին։ Բարև աշոտ ունես գորեր, հերիք չէ կարոտեք, չափերը վաղուց փորձել առանց աշկայից թողել։ Արմինը ջան, ինչ ես ասում, հավիքները մի խարդի, ախար ընտանիք ես ունեմ, չափի համար մի հանի։ Քանի հատաշն է ացել նրա հաշիվ պահելով, չթերի վաղուց եմ հաշվել նրա քեզի սպասելով։ Ես քո իմացածն չեմ, ոնց որ դերը չես վերում, այ աղջիկ ջան, հորը թայն եմ։ Այ աղջիկ ջան, հորդ թայն եմ։ Սրանով ավարտվում է։ Այ աղջիկ ջան, հորդ թայն եմ, փակեք թեման չի սազում։ Այ աղջիկ ջան, հորդ թայն եմ, ինչ ես ինձանից ուզում։ Երրորդը, այ աղջիկ ջան, հորդ թայն եմ, արդեն հավես չի լինում։ Եվ չորրորդը, այ աղջիկ ջան, հորդ թայն եմ, մեկից ավել չի ստացվում։
Ես առաջարկում եմ մեկից ավել չի ստացում, դա շատ ակտուալ է։ Չէ, այդ տիպը բանա իմպոտենտների մասին է դա աշնորհ։ Երկրորդը։ Երկրորդը ինչ ես ինձանից ուզում։ Ախ, ոնց էր։ Առաջինը Այախճիկ ջան հորոթայն եմ փակենք թեման չի սազում։ Ահա։ Ինչ ես ինձանից ուզում։ Երկրորդը։ Այո։ Այդի։ Ինչ ես ինձանից ուզում։ Իսկ արդեն հավես չի լինում, չէ։ Արդեն ասում արդեն հորոթայն եմ հավես չի լինում այդ բաների մասին, որ ասում ես։ Դու արդեն հաղթել ես։ Չէ, նա։ Ինչ ես ինձանից ուզում այս տարբերակը ընտրեց Գագիկը Ստեփանյան, հիմա մենք կլսենք ճիշտ տարբերակը եւ արդեն կանցնենք առաջ խնդրել։ Վաշը դուր ես գորել, հերիք չէ, կարոտեք, չապերը դվաղուց փորձել, առանց աշկայից թողել։ Արմինե ջան, ինչ ես ասում, ալիքները մի խարդի, ախար ընտանիք ես ունեմ, չափի համար մի հանի։ Քանի հատաշն է անցել նրա հաշիվ պահելով, չթերի բաղուց եմ հաշվել նրա քեզ ես սպասելով։ Ես քո իմացածն չեմ, ոնց որ տեղը չես վերում, Այախճիկ ջան, հորոթայն եմ, ինչ ես ինձանից ուզում։ 3-0 ջախ-ջախիչ հաշվով Գագիկը Ստեփանյան ախտեց մեր փոքրիկամ, շնորհավորում եմ քեզ, բրավո։ Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ, ասենց հաղթում է մի անգամից։ Ասում լսում ու ասում եմ։ Եվ Գագիկ ջան, հիմա մինչ անցնենք մեր հաղորդման ավարտին, կխնդրեմ մի քիչ պատմես առասարակ մորտական նախագծերի մասին, ինչ նոր երգեր կամ տեսահոլովակներ կամ գուցե ինչ որ չափով ես մի քիչ ուզում եմ նաև համերգային խոսենք գործունեության, հա, կա ինչ որ համերգային մտադրություն, գուցե այստեղ Միացյալ Նահանգներում, թե առայժմ դեռ այսպես, որովհետև գիտես շատ հաճելի հրաշալի ստեղծագործություններ ես դու կատարում, ինքդ քո ստեղծագործություններն ես գրում։ Չգիտեմ, կարծես թե արդեն ոնց որ ժամանակն է մենահամերգի, թե դեռ Մենահամերգ ուզում եմ լինի։ ուզում ես։ Իհարկե ինձ առաջարկել են, ասեցին օպերայի փոքր դահլիճում, Այո, ֆիլհարմոնիկում շատ լավ։ բայց ասեցին հունվարի 1-ին, բայց հունվարի 1-ն արդեն Հունվարի 1-ին ասեք ծնունդս, այ մարդ, հունվարի 1-ին իսկ մարդու ծնունդն է, ինչ է հունվարի 1-ին։ Չէ, պետք է լինի։ Այո, կլինի։ Դա լինելու է հաստատ, որովհետև Դու կարող ես Հայաստանում, հետո նահանգներում, այսպես շրջագայություն անես, որովհետև կարծում եմ իրոք դրա կարիքը կա եւ հենց այստեղ այս ոճը արդեն մի քիչ մարդիկ երկի կարոտել են, ուզում են եւ ձգտում են ավելի լինի, որովհետև շատ չի։ շատ են ասում, իրոք շատ են ասում։ Շատ չի, էլի մի քիչ ինքը։ Դրա մասին արդեն լուրջ մտածել է պետք իրոք։ Ու ամեն ինչ լավ կլինի, որովհետև արդեն 18-19-ից ավել գործեր ունեմ պատրաստած։ Մի 19 հատ էլ 20 հատ էլ երևի եղավ, արդեն նորմալ է, արդեն նորմալ է։ Շատ լավ, դե քեզ մի իհարկե մաղթում ենք հաջողություններ, կարծում եմ այդ ամենը կլինի իհարկե եւ մենք դե լարիթ կունենանք հանդիպելու այդ իհարկե արդեն համերգային գործունեության շրջանակներում եւ Գագիկ ջան, մեր հաղորդման ավարտին իհարկե մեր երաժիշտներին, մեր երգիչներին կամ մեր հյուրերին իհարկե մի փոքրիկ խնդրում ենք վերջում, եթե երգիչներ են իհարկե երգեն երաժիշտների ինչ որ մի կատարում։ Բնականաբար քեզ չէին կարող հենց այնպես թողնել։ Ես պիտի երգեմ։ Չէ, դու պետք է նվագես, երգես իհարկե։ Չէ, ես ուղղակի երաժիշտներին նվագես եւ իհարկե եւս մեկ անգամ Գագիկ ասեց, ես նույնպես նշեմ, որ ինքը պարտադիր Միացյալ Նահանգներ եկել է առանց գործիքի, բայց այո, ես որ խնդրեցի իհարկե մեր հաղորդման ավարտին, որպեսզի մի փոքրիկ կատարում։ Առաջից խորը շնորհակալություն եմ այդում եղբորը։ Եվ նախ ինչ կատարում ենք լսել։ Արևելյան պարա կոչում սա։ Շատ լավ։ Տարբեր ազգեր, տարբեր ձև են վերլուծում այս երաժշտությունը, բայց մեջը մելիզմներ կա, որը ես իմ ձևով եմ վերարտադրել։ Շատ լավ։ Իմ ոնց բացատրեմ, որ ավելի ճիշտ լինի։ Քո երևի մոտեցման, այո, քո մոտեցման, քո իմ մոտեցումն է դրա մեջ, հա, իմ մոտեցումն է դրա մեջ արած, հետո որ ունկդրել էսի արդեն երևի կասի էլի ոնց է, բայց հուսով եմ որ պիտի ուրախանա էլի, որտեղ նոր տարվա մոտել է, այդ երաժշտությունը ձայնագրեն, կուրախանանք միասին։ Շատ որակով զապիս է, էլի, սա շատ որակով եմ այնտեղ արել այդ ամեն ինչը, ու ամեն ինչն շատ որակով է իմ կատարումներ իդ համանուն սարքել եմ շատ սիրում։ Դե հիմա ամենայն դեպս մենք այստեղ ենք լսելու մեր տաղավարում, թե ինչպես ես դու այստեղ կնվագես եւ այդ ամենը միասին կլսենք իհարկե կենտանի կատարմամբ։ Այսօր քնություն եմ տալիս։ Այո, այսօր մենք այո։ Դե մեզ մոտ իհարկե պրակտիկապես ոչ մեկ քնությունը չեն կտրվում, վաղճան, որտեղ մեր մոտ միջավայրը այնպեսին է, որ իհարկե։ Ասում ես ստանում ես 5, բայց մնում ես նույն դասարանում։ Շատ լավ։
Եվ դե խնդրում եմ դու պատրաստվես, արդեն կարող ես գործիքի հետ պատրաստվես, մենք մի քանի վայրկյանից կմիանանք, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մինչ Գագիկ Ստեփանյան պատրաստվում է մեզ հրաշալի րոպեներ պարգևի իր կատարմամբ, եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, ապա իհարկե պետք է դիմել այս ընկերություն, որովհետև մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել վերադարձրել են լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նմանատիպ խնդիր, 911 Detox Center-ի հետ այդ խնդիրը լուծված է։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, մի հրաշալի վայր, ընտանեկան, ջերմ մթնոլորտ, ջերմ միջավայր, առողջարան, որովհետև այստեղ ոչ միայն հաճելի լավ ժամանակ եք անցկացնում ամրագրելով համարները, այլ նաև օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Իդեպ նաև այստեղ մոտակայքում են նաև գտնվում խաղատներ, այնպես որ նույնպես կարող եք այնտեղ նույնպես հաճելի ժամանակ անցկացնել, բայց ամենակարևորը իհարկե որ համարները շատ հարմարավետ իհարկե համարներ են, միջավայրը շատ լավն է, մաքուր, պուպուշ, տնական Եվ իհարկե տաք հանքային ջուրը, կարծում եմ լողավազաններ տաք հանքային ջրով, դա արդեն ոնց որ ասած վերջն է։ Այնպես որ օգտվեք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, զանգերեք, ամրագրեք ձեր տեղերը, հեռախոսահամարը 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին։ Դե ինչ, Գագիկ ջան, պատրաստ ենք։ Միշտ պատրաստ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում հենց այս պահին հրաշալի րոպեներ Գագիկ Ստեփանյան ուրախպար, եկեք վայելենք այս հրաշալի րոպեները։ Գեղեցիկ կատարում հենց հիմա, լսենք։
Գագիկ ջան, շնորհակալ եմ անչափ քեզ այս հրաշալի րոպեների համար, շատ հաճելի հարցազրույցի անկեղծ, գիտեմ իհարկե արդեն մի քանի օրից մեկնում ես Հայաստան, քեզ բարի ճանապարհ եմ մաղթում եւ իհարկե մշտապես նորանոր հաջողություններ, քեզ միշտ հաճելի է հանդիպել, տեսնել եւ իհարկե նորանոր ստեղծագործություններ լսել քո կատարմամբ։ Շնորհակալություն, թող իմ ոտը խերով լինի, ոնց ասում են հայավարի, ամենալավն ու բարին եմ ցանկանում, թող միշտ լինի անխափան եթերներ։ Շնորհակալ եմ շատ Գագիկ ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինձ մնաց պարզապես ավելացնել, որ հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի երեկոյան ժամը 22:30 միայն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։